պարոն Փաշինյանը տիրապետում է մեծ վարպետության, ուրեմն ժողովը ինչ է անունը ամբողջավարության դեմագոգիայի, ասենք սկսել խոսել հարցին չվերաբերվող թեմաներից, ընկնել սարերով, ձորերով, սարիղամիշով, մագադանով, բանով ֆռռալ տեղ հասնել, մեկ է պարզվում է հարցին չի պատասխանել։ Չեմ ուզում ասել, թե դրա համար հատուկ տաղանդ է պետք, որտեղ դա զռռում է, էլի, բոլորն են տեսնում։ Լրագրողները, որոնք նույնիսկ բարեխիղճ են, փորձում են չորք բերել նույն այն հարցի կողմերը, էլի, թե այս հարցին բան ունես ասելու, թե դուք հարցը չեք ավարտել, բան, իբր բանը հարցը տվեք նորմալ պատասխանեմ, էլի, դե շատ նորմալ հարցեր հնչեցին այսօր, բայց դրանց պատասխանների մեծ մասը իսկապես դեմագոգիկ էին, ամբողջավարական, պոպուլիստական քիչ բան կար, բայց ամբողջավարական շատ կար, էլի, ասենք մարդիկ հարցնում են վերաբերմունքը Ստեփանակերտում քանդվող քրիստոնեական կամ մերոնց սարքած եկեղեցուն բան, հա, Արսեն Թորոսյանը շատ ավելի ուղիղ էր այն օրը խոսել, հա, թե իրենց տարածքն ինչ ուզում են անում են, էլի մի խոսքով, հա, պարոն Փաշինյանը սկսում է զուգահեռներ տանել դեպի Արծվաշեն, 4 անգամ Արծվաշենի անունն է տալիս, թե բայկուս մյուս օր որ Արծվաշենը վերադառնա այն տրամաբանությամբ, որ մեկ էլ պարզվի այնտեղ մզգիթ կա կառուցած եւ այնտեղ ապրել են մեր քաղաքացիները, կադաստրի թուղթ ունեն, այն ժամանակ կադաստրի թուղթ չի եղել իհարկե, հա, սեփականության իրավունք ունեն այդ մզգիթի տարածքի հողերի վրա ինչ են կանելու, չի ասում ինչ են կանելու, հասկացնում է, էլի, կուշ քեզ եմ ասում, լրագրող, հա, կուլատուլսի Ալիև էլի, երևի մոտարապես այս տեխնոլոգիան է կիրառվում, թե մենք էլ ենք ստիպված լինելու քանդել, կամ մենք էլ ենք քանդելու Դե թող ժժժան ընդեղից մոտարապես ասելիքը այն է, այս է, որը կարելի է ձևակերպել այնքան տևողությամբ, ինչքան պարզ ասացի, էլի 30 վայրկյան երևի, լավ 43 վայրկյան։ 4 րոպե տանում, չոլերով պտտում է, էլի եմ ասում։ Հա, միամիտ է անում, իհարկե ոչ։ Սիրելի ժողովուրդ, խնդրում եմ լայքել եւ բաժանորդագրվել ալիքը։ Դրանով դուք կնպաստեք, որ հաղորդումներն ավելի շատ մարդ տեսնի։